Անունհոր եւ Որդու եւ Հոգու Սրբո ամեն։ Ուրեմն այսօրվա նյութը բավական թյուրին է հասկանալ ցուցամոլության մասին է։ Ինչից է ցուցամոլություն, այս ասի մեղք մնե որ գուքա հբարդութենեն։ Մեկ երբ որ հբարդ է, ուծեց ցնել մույսերուն թիմած, թե ինքը ավելի զոհավոր է։ Քրիստոնեության գարքին կամ Ավետարանի մեջ, Սուրբ Գիրքի մեջ դեսենք փարիսեցիները ադոն մեղավոր են։ Գեղեցիկ սկեսներ գաղվին, օրենքի ուսիչ են եւ մույսերուն թաս կուտան օրենք կծնեն, բայց իրենց սիրտին մեջ իսկապես Քրիստոսի չեն դեսներ, չդեսան Քրիստոսի երբ որ իրենց երևցավ։ Ուրեմն գուզեն ցեզի հետ նայել 4 համարներ Սուրբ Գիրքի մեջ, սկսելով Եսայա մարգարեին։ Հետևյալը գսե. Անոր համար դերը գսե, այս ժողովուրդը ինձի պերնովը կմոտենա և զիս շուրթունքներովը կբատվե, բայց անոնց սիրտը ինձ մե հերու է ու ինձ մե ունեցած վախերնին մարդոց սորվեցուցած բադվիրանք մնե։ Ուրեմն հոս Եսայա մարգարեն եթե նայքն է հիմակվա օրինակ մտամ ցեզի նման է Գարձես թե ծարամը, որ կխոնարի իր թակավորին թիմած, բայց միշտ հետևեն բադրաստ է իրեն թանագելու։ Գամ նման է ամուսինիմը, որ իր գնոջ կփարավոր է անդադար, բայց ոնբություն կկործե հետևեն։ Նայնք ուրիշ համարմը, ասմիկադը Միքիա մարգարեին գոմեն։ Դիրոջ արջև ինչով երթամ ու փարցյալ աստուծույն արջև ինամ, արդյոք անոր արջև ողջագեզներով, մեկ տարեկան հորթերով երթամ, արդյոք դերը հազարավոր խոյերու կամ փերավոր յուղի կեդերու պիտի հավնի, արդյոք իմ հանցանքիս համար էր իր անտրանիկս ու հոգիես մեղքին համար որովայնիս բդուղը դամ, քեզի հայտնեց, ով մարդ, թե ինչ աղեգը ու դերը քեզ մե ինչ կբահանչե, բայց միայն իրավունքն էլ ողորմությունը սիրել ու խոնարհությունով քու աստուծույթ հետ քալել։ Աստված մեր հայրը լալով մինակ բանը որ մեզ մեկ կբահանչե, թրամ չէ, նվեր չէ, այո են երբ որ ժամացույց տանք բան գանտվա դենը կուրախանա, բայց այդ չէ որ կպնդրե, Ռոլեքսը ցերկին վրա շատ հբարտություն չբերեր, եթե իր զավակը ճիշտ քայլը չառներ, եթե իր սովետացած ճամփան չի քալեր։ Հայրը ավելի հբարտ կսկա իր զավակեն, երբ որ իր աբակային մեջ տեսնեն, տեսած եք, բան հոստերը երդասարտները մանավանդ որ դիպլոմա շահեր են, բան դպրոցը տեսած են իր հայրերը գհուզվին երբ որ դիպլոմը ունենան, բայց երբ որ նվերը ստանան ինչպես կներկայացնենք ինքնին, մերսի գսեն միայն և գանցնենք ուրիշ բաներու։ Ուրեմն Աստված մեր հայրը ըլալով մեզ է միայն սեր կբահանչի, ինչպես մեր ծնողը մեր հայրը ծնողը, այսինքն մեզ մեզ սեր կբահանչի։ Այո, մեր ըրած զարայությունն ալ կսիրե, բայց ես իրպես հարգավակ, եթե զինք չի սիրեմ, այսինքն աստուծո չի սիրեմ ու զիրեն մդիկ չնեմ, այդ զարայությունը անիմաց կդառնա։ Ինչպես որ ասիգա օրինակ մտամ ցեզի զավակին և հորը մասին։ Ուրեմն նման է զավակիմը, որ իր հորն ու մորը բազմաթիվ նվեր կուտա ու իրենց կփարավորի մույսերուն թիմացը, իրենց անուշ խոսքեր կուտա, բայց որևէ մեկ ադեն սերով չրավ այդ բաները, այլ իր ծնողին մեղադրեց անդադար ու շատ անհարքանք եղավ։ Գգարձեք այդ բոլոր նվերն ու համբույրները արժեք ունին թեր։ Նայինք ուրիշ համարմը, ասի Մատթեոս ավետարանեն։ Վայ ցեզի,
գեղձավոր թբիրներ ու փարիսեցիներ, որ գնմանիկ ձեփած քերեսմաններու, որոնք թուրսեն քեղեցիկ կերևնան, բայց ներսեն մերեներու ոսկորներով լեցուն են, նույնպես թուք թուրսեն մարդոց արդար գերևնակ ու ներսեն գեղձավորությամբ և անօրենությամբ լեցուն եք։ Սկիզբը ըսի փարիսեցիները շատ մեծ մեղք գործեին, որ գուքա հբարդութենեն։ Ասիկա կոչեն ցուցամոլություն, այսօրվա նույնն է։ Ուրեմն բարձրապես քու խոսքդ բավական չէ, որպես քու սկեսքդ բամը չի ներկայացներ, ուզածի չափ եկուր խոնարիր Աստծո առջև, բայց եթե իր օրենքներուն իսկապես չհետևենք, եթե սերով լեցուն չենք, այդ խոնարհությունը բարապ տեղ է։ Դարբեր դեսակ լիդերներ կան կյանքին մեջը, լիդեր բան ակրեն բարեներողություն առաջնորդ։ Կան, որ իր խոսքով կկառավարեն, կան, որ ավելի օրինակ կսիրեն ցույց տալ։ Այդ առաջնորդը, որ իր խոսքեն հետ հարաճ կերտա ու օրինակ կուտա, ավելի զորավոր կթվի։ Մենք այդպիսիներ ըլանք, քարոզենք մեր Տիրոջ խոսքը ու ցույց տանք օրինակը բոլորին, մանավանդ անոնց, որ Քրիստոսին չեն ճանչնար։ Մաքրենք մեր սիրտերը ու հերանանք գեղձավորութենեն, հբարդութենեն, ցուցամոլութենեն, որպեսզի ուրիշներուն կարենանք ազատել։ Անցնենք 4-րդ համարին ու վերջին համարին։ Հետևյալը Հակոբոս Արաքյանին կողմեն։ Խոսքը կատարեցեք, միայն մի լսեք, ինքնիդ խաբելով, վասնզի եթե մեկը միայն լսե խոսքը ու չկատարե, կնմանի մարդումը, որ հայելիի մեջ աչքերը դնգած իր բնական երեսը կդիտե։ Վասնզի դիտելով կտեսնե ինքզինք ու գանցնի գերտա և շուտ մը կմոռնա, թե ինչպիսի մեկն էր։ Ինչպես որ սի հբարդությունը մահացու մեղքերեն մեկն է։ Դուք գիտեք, ես պեկչունի մյուս ցեզի եսերում մահացու մեղքերեն մեկն է հբարդությունը։ Մեզ գուղ է թեպի անիմաստություն։ Հակոբոս Արաքյալը խոսի հայրի մասին։ Եթե հայրի դիմաց գենանք, մենք մեզ կխաբենք։ Մեկ հատ ցեզի հարցնեմ օրինակ դալու համար, քացեք մեկ հատ հայրին դիմաց կեցեք, մի քանի սեկունդվա, մի քանի վայրկյանվա համար, դուք ցեզի կսկսեք քովել, կտեսնեք, որ ես քեղեցիկ եմ, ես ինչ ավոր եմ, ինչ բան զորավոր գերևիմ, բայց հայրին չի ցցնել ինչ որ մեջը դե։ Ոմն Հակոբոս Արաքյանին ասածը, որ գսե հայրի դիմաց գնալը մեր սերը չի ցցնել, հայրի դիմաց գնալը մենք մեզի կգործվենք։ Հազիվ հայրին դուրս ելենք, այդ երևույթը մեզ մի գերտա, ասկա նույնիսկ փաստված է գիտությամբ, որ հայրին դիմացի որ գնաս 10 անգամ ավելի գեղեցիկ կտեսես դու քեզի, բայց հազիվ հայրին հերանաս կսկսես ետ ինալ իրականության մեջ։ Բայց հազիվ, այսինքն ինչպես կրնանք աս հբարդութեն հերանալ, Հակոբոս Արաքյանի նույն արագին մեջ կտնված է բարասխանը, ցկեմ Հակոբոս Արաքյանին պաստադրել ցեզի ինչպես գնե ադիգա։ Բայց անոր ազատության կատարյալ օրենքին աչք տնկելով կնայի և անոր մեջ կգենա, կլսե, չի մոռնար, այլ կկատարե, ռեանելի պիտի լա իր գործերուն մեջ։ Ուրեմն սկսենք իսկապես Տիրոջ խոսքը կատարել, քան թե ցուցամոլություն կատարել, Մույսեան օրինակ լանք և շատերու քարոզենք ճիշտ խոսքը օրինակ ցցնելով և ազատենք
անոնց որ Քրիստոսին ճանաչներ։ Թող այս մեծ բաոց օրերը առիթ լա, որ Աստծո ավելի մոտենանք եւ մեր անձերեն առաջ Աստված ցնենք, որպեսզի իրեն հետ լանք հանդերձյալի մեջ։ Ամեն։ Ռոլեքսը բամը չէ, բայց բամն է։ Վերջը խոսենք ավելի մասին։ Իսկապես ցուցամոլությունը այսօր մրցում դարձած է։ Եվ իրական գսեմ։ Ովքեր որ այս տարի հաշտիկի կպատրաստվին, միշտ ստրեսի մեջ են։ Գսեմ ինչու ստրեսի մեջ եք։ Մեծամասամբ Որտեղ չեմ գիտեր ինչ պիտի զադեմ, լավ գսեմ ինչ կա դժվարություն զադելու, 1-2, չէ գսե գնայիմ շատ են օրինակները, այսինքն, ինչ գսեն, choice paralysis այսօր, հա, անդամալույց կն է, անչափ ընդրություն կա, բայց Աստված, Սևակ Սարգսակի ըսածով, մեր սիրտն է որ կփնտրե սիրելիներ, եւ Անցյալ շաբաթվա ավետարանը Թադավորի արագի վերջը Տերը շատ խորում խոսմը գսե Մարդու որդին երբ որ կալ անգամ երկրի վրա հավատ պիտի գտնե որովհետև հավատքը այդ մեր սրտի կապվածությունն է Աստուծո հետ որ կամ ունենք կամ շատ ունենք կամ հեչ չունենք Եթե ունենք և երբեք չենք աջեցնել, ավետարանը գսե, ըստ հավատոց քոց եղիցիկ ես, թող քո հավատքիդ համաձայն լինի, այսինքն եթե ունիս աստչափ հավատք և միայն ադորով կյանք կապրիս, ад է իսկ քո վարձդ, բայց երբ որ մենք հավատքը խորունգությամբ ուսումնասիրենք, այդ հավատքը մեզի աղոթքի կկանչե, ինչպես այրի գնոջը ավետարանի մեջին, որ հարադև գնաց և անիրավ Թադավորի թուրը զարնեց հարադևությամբ, ասեր է, որ այդ հավատքը աջելու տեղ ունի։ Եվ մենք մեր կյանքի մեջ սիրելիներ պետք է ուշադիր լանք, որ մենք մեզի ուրիշներու հետ չհամեմատենք։ Ամեն մեկս Աստուծո արդեն սիրված ենք։ Կսե, որ ամեն անձ Աստուծո ձեռքի ստեղծագործությունն է և եզակի ենք Աստուծո համար։ Չէ, որ մեր մատները նույնը չեն, գիտեք պոլիսները ինչպես կպրնեն մեզի, մատներով, կսե, որ դերևը 10,000 ատ դերև արունենա ծառը նույնը չէ, և ամեն բան կսե Աստծո կամքին համաձայն կշարժի։ Ուրեմն այդ մրցակցությունը թող մեր մեջը չլա և ճշմարիտ հավատացյալները լանք Աստուծո փառավորու նախ մեր սրտերու մեջ, իրեն փնտրելու։ Եվ ամեն այս արդակին ինչպես որ գնենք, բարեգենթանի գիրակին ասինք Տերը ծածուկը գնայի և գուդա հայտնապես։ Քո աղոթքը ծածուկը գսեսենյա գտնվիր։ Բարեգործությունդ անան գրե մեկը չտեսնա, հա։ Բախքը չլա որ ցուցամոլությամբ եւ ինքզինքդ խարազանելով ունես, այդ Տիրոջ համար է քո ծածուկ սրտիդ մեջ, որտեղ Տերը մեր սրտերը քննում է։ Որ Աստված զորացնե, որ պահոց օրերը ինքնակնությամբ և խոնարհությամբ անցնեն։ Եվ քանի որ վաղը Գրիգոր Լուսավորչի մոտնի վիրավ մտնելու տոնն է սիրելիներ, ինքնալ օրինակն է այդ խոնարհության, որ Տիրոջը այդ քարայրի, այդ խոր վիրավի մեջ պաշտեց և հոն իր հավատքով լույս վառեց և սփռեց հայոց ազգի մեջ։ Ուրեմն աղոթենք հիմա բարեխոսությունը խնդրենք Սուրբ Գրիգոր Լուսավորչի, որ օրհնե և պահպանե մեր ազգը և համայն մարդկությունը, հավիտյան